Առաջին լրատվական կայք, Սիրանի Շապյան, պարոն վարչապետ, Մակամբյոնից Հալիևան հայտարարություններ է անում, որոնք որևէ կերպ ամրագրված չեն Վաշինգտոնյան պայմանագրերում ու համաձայնություններում։ Դուք Մակամբյոնից ստիպված եք լինում հակազդել, ասել, որ անհասկանալի է ըստ էության այսպիսի հայտարարությունը։ Դրանից հետո փաստորեն Մակամբյոնը վերածվում է երկու երկրների միջև հարցեր պարզելու հարթակի։ Քյանջայում է միջոցառում տեղի ունենում, որտեղ բռունցք են ցույց տալիս 44 են ներկայացնում գրում եւ այլն։ Հիմա այս ամենի ֆոնին, երբ միակողմանի խոսում եք խաղաղության մասին, արդյոք այսպիսով դուք ցանկալին իրականության տեղ չեք փորձում ներկայացնել։ Նախ գիտեք, ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Եվ բացի այդ, այնպես չի, որ ես եմ խոսում միայն խաղաղության մասին, Ադրբեջանն էլ ըստ էության խաղաղության մասով այդտեղ տարընթերցում եւ տարբերություն մեկնաբանությունների մեջ չկա եւ որոշակի տարընթերցում կա հարակից թեմաների հետ կապված եւ ելի ուզում եմ մենք ճիշտ մոտենանք հարցին։ Տեսեք, դուք ասում եք ՄԱԿ-ի ամբիոնը դառնում է ինչ ասցիք որոշակի հարցեր պարզելու ՄԱԿ-ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն, այլ եւ ՄԱԿ-ի ամբիոնը հենց դիրքորոշումները ձևակերպելու, դիրքորոշումները հնարավորինս մոտեցնելու համար է եւ դա նաեւ իմ մոտեցումն ու ընկալումն է։ Ընդհանրապես, գիտեք ինչ, մենք հետեւաբար, եթե ենթադրենք, որ ձեր ամեն ինչ հենց ձեր հարցի տրամաբանության մեջ է եւ չկա որևէ առարկություն ձեր հարցի դիտանկյան հետ եւ ինչ հաջորդիվ ինչ ուրեմն այսինքն ինձ այդ ընկալումը որը միջայլոց Հայաստանում կա եւ այդ ընկալումը ծանոթ է նաեւ ինձ եւ ես հաճախ եմ ասում որ այն բոլոր ընկալումները որ այսօր Հայաստանում կան եւ որոնց վրա հիմնվելով քննադատվում է այդ թվում մեր գործողությունները այդ թվում իմ գործողությունները ես այդ ընկալումների կրողն եմ եղել։ Այդ ընկալումներից ոչ մեկը ինձ օտար եւ անծանոթ չէ։ Հենց այդ եմ ասում, որ այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ կա մի շատ կարեւոր էլեմենտ։ Խոսքը վերափոխման մասին է։ Խոսքը ինքնահայեցման մասին է։ Եվ այնտեղ կան ձևակերպումներ, որոնք հետեւյալի մասին է, ասում ենք, որ ճշմարտությունը, որը հայեցման չի ենթարկվել, ինքը այդ կարգավիճակ կորցնում է։ Ես տեսեք մենք մեր իրականության մեջ հետեւյալն է ամեն ինչ, հետեւյալ դիտանկյունից է դրվում, Ադրբեջանն էս ասեց, մյուսն ասեց, երրորդն ասեց, չորրորդն ասեց, հինգերորդն ասեց, ու միշտ գործնականում միշտ տեսադարձից դուրս է թողնվում թերևս ամենակարևոր հարցը, իսկ մենք ինչ ենք ասում։ Հենց տեսեք, մենք երկար տարիներ խոսել ենք Հայաստանի սուբյեկտայնացման մասին, որ Հայաստանը ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ է, այլ միջազգային հարաբերությունների օբյեկտ է։ Դա ինչի՞ց է եղել, որ մեզ երբեք չի հետաքրքրել, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ հետաքրքրել է, թե ուրիշները ինչ են ասում։ Հիմա ո՞րն է փոփոխությունը։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ ենք ասում։ Մեզ համար ամենակարևորն է, թե մենք ինչ դիրքորոշում ունենք, եւ մեզ համար ամենակարևորն է, որ մենք մեր դիրքորոշումները ինչքանով ենք համապատասխանեցնում, այսպես ասած, միջազգային երթևեկությանը եւ երթևեկության կանոններին։ Օրինակ, հիմա շատ Հայաստանում տարածված խոսույթ է, որ Հայաստանը, չգիտեմ, ում պահանջն է կատարում, մեկի պահանջն է կատարում, Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում։ Ես այդ օրինակը մի անգամ բերել եմ, ելի կբերեմ այդ օրինակը, որ մի քանի անգամ եմ բերել այդ օրինակը։ Որ ասում եմ, երբ որ մենք ընդ որում մեր պատմության ժամանակ, մեր պատմության ընթացքում բազմիցս լինում է իրավիճակներ, եղել է իրավիճակներ, կներեք այս համեմատությունների եւ զուգահեռների համար, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում։ Մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում ինչ ենք անում, սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին,
Բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած եւ մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Եվ այն որ մենք ասում ենք ժողովուրդ, եկեք կարող է մենք ոչ թե պետքա մեզ իմացած մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետքա անցնենք հետիոտնային անցումով։ Դա կարա մեկնաբանվի, որ այն դիմացի վարորդը կամ այն ուրիշ վարորդները սպառնացին մեզ, եւ մենք այնքան թուլամորտ գտնվեցինք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել։ Մենք այնքան թուլամորտ եւ անկամ պետություն ենք, որ մենք սկսել ենք հետիոտնային անցումով անցնել։ Մենք այնքան անկամ եւ այնքան թույլ պետություն ենք, որ սկսել ենք երթևեկության կանոններով երթևեկել կամ ուզում ենք սովորենք երթևեկության կանոնները։ Այն ինչ որ տեղի է ունենում, այստեղ իմիջիայլոց Հայաստանում կա, չէ, եւ եղել է այդ ընկալումը։ Այ եթե դու քեզ կշիռ ունես, դու պետք է կարմիր լույսի տակով անցնես, որտեղ եթե կարմիր լույսի տակով չես անցնում, ուրեմն դու այդքան էլ քո դերը հանրության մեջ այդքան էլ բան չի։ Հետիոտնային անցում, թող հետիոտնային անցումներով միամիտները անցնեն, չեմ ուզում ավելի կոպիտ բառ օգտագործել։ Մենք խի պետք է հետիոտնային, որտեղ մենք ուժեղ տղա ենք, մենք տեն չի, մենք մեր պետական հիգիենայի մասին պետք է մտածենք։ Կամ էլ արձանագրենք, երբ որ մենք ուղղակի կանգնած ենք մայրուղու երթևեկելի մասում եւ ուզում ենք այդ երթևեկու 100-ի տակ ընթացող ավտոմեքենաների վարորդներին եւ ավտոմեքենաներին բացատրել, թե ինչա պատմական արդարությունը, թե մեր արգումենտները ինչքան ճիշտ են, կներեք, դա ոչ մեկին հետաքրքիր չի, որտեղ իրանք ուզում են A կետից գնալ B կետը, չէ՞։ Մենք էլ որ երթևեկել գնալիս ենք լինում, եթե շատ ուշադիր ենք, տեր մենք մեկը փողոցի կենտրոնում կանգնած ինչ որ բան է ասում եւ այլն, լավագույն բանը մենք դանդաղեցնում ենք շրջանցում անցնում, որովհետեւ մենք մեր խնդիր ունենք եւ այդ խնդիրն ենք լուծում։ Նկատի ունեի օգոստոսի 8-ից հետո ամիսուկես է անցել ու այս օգոստոսի 8-ից հետո ես ասել եմ իմ օգոստոսի 18-ի ուղերձում կամ գուցե ուրիշ։ Ես խաղաղությունը համատել եմ նոր ծնված երեխայի հետ։ Եվ նոր ծնված երեխան պետքա մեծանա, կայանա։ Այսօր հանդիպումներից մեկի ժամանակ ես այդ բանը բերեցի, օրինակը բերեցի, ասացի մեր երբ որ երեխայի օրինակն էի բերում, ասացի մեր ժողովուրդը մենք մի հատ լավ ասացվածք ունենք, ասում ենք երեխան հիվանդանալով է մեծանում։ Խաղաղություն, այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ անգնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է, հա? Երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի, ես դες կարող եմ դա վստահեցնել։ Համերեք կներեք, այդ ուրիշ մեր ուրիշ խնդիրներից մենք գիտեք, որ հազար ներողություն է, որ մենք բան ենք անում։ Ես այս վերջերս ասուլիսում Նեսոյի Ղարաբաղնիսի օրինակը ինչի բերեցի, որ դիագնոզը կարևոր չի, մեկը բուժումը նույնն է։ Դոշակները լցնել վրեն ու նստել, որ քրտնի, չէ՞։ Բայց մենք հասկանանք, քրտնելը օգուտ է, թե վնաս է։ Մեր իրականության, գիտեք ինչ, ես այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել, հեսա կծիծաղեք կամ կժպտակ, թե ինչ որոշում եմ կայացրել, դուք գիտեք, որ ես բան եմ անում, սաղմոսներ գիտեմ, անգիր սաղմոսներ գիտեմ, բայց ես այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ առաջիկան պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը անգիր սովորելու համար։ Դուք գիտեք, չէ, առակացի առաջինը որն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ անգիր սովորելու, այլ աշխարհաբարով։ Ճանաչել զիմաստություն եւ սխարատ, եւ ինչի, որովհետեւ այդ մենք պետք է հասկանանք։ Եվ ժամանակին ես դրա մասին շատ մտածել եմ, կարծեմ փորձել եմ հոդվածել։ Ինչու է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել։ Որովհետև կարող եմ մենք պրոբլեմը մեր Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա նույնն է, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը։ Մենք խնդիր ունենք հասկանալու մեզ։
Եվ գուցե պետքա վերադառնամ, իհարկե ես դա այդ կտորը շատ հաճախ եմ կարդում, բայց ես որոշել եմ ուղղակի կարդալով չբավարարվել, ես որոշել եմ դա անգիր անել եւ առիթներով նաեւ բան անել, դա ներկայացնել։ Իմիջայլոց կներեք երկարացնելու համար լրագրողների թիվը քիչ է, առիթից օգտվում եմ։ Այս վերջերս երբ որ դպրոցականների հետ էի հանդիպում, երեխեքին հարցրի, գիտեք որ առաջին նախադասությունը հայերեն որն է, ասին այո գիտենք, ասի որն ասել ճանաչել զիմաստություն եւ սխրատ, իմանալ զմանս հանճարը, գիտեն երեխեքը։ Ասի գիտեք դա ինչ է նշանակում, մի մասը գիտեր։ Ասի իսկ գիտեք դա որտեղից է, ահագին մեծ մասը գիտեր։ Իսկ ասի գիտեք ինչ շարունակություն է նախադասության շարունակությունը ինչ է, ոչ մեկ չգիտեր։ Ես կարծում եմ, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, մեր մեծերից, մեր արժեքներից, բայց ճանաչել զիմաստություն եւ սխրատ իմանալ զբանս հանճարով, դա վերնագիրն է, ըստ էության մուտքն է առաջինն է, հետո շարունակությունն է շատ կարեւոր։ Եվ շարունակություն նրա մասին է, որ պետքա կարդալ եւ հասկանալ, հաղորդակից լինել եւ հասկանալ։ Ես ինչի՞ց ասի հիվանդության հետ կապված։ Մեր մոտ եւ քաղաքական եւ ոչ քաղաքական դեպքերում այդ ընդունված բան է, մոտավորապես գիտես, անցնում ես բուժմանը, մինչեւ դեռ հələ ամբողջական ախտորոշումը པարզ չի։ Մի անգամից դոշակները լսում ես գլխին ու նստում վրան, ասում ես պետքա քրտնի։ Տեն չի։ Շատ ավելի նուրբ է եւ շատ ավելի բան է եւ ես արձանագրում եմ, որ մեր խաղաղությունը նոր ծնված այդ մանուկը մի ամիս 20 օրեկան է, 21 երևի, եւ մենք պետքա հոգ տանենք, բայց գիտելիքով, գիտակցվածքով։ Իմիջայլոց ասեմ, նրանք ովքեր տենց խոսում են, այս տրամաբանությունից դուրս, նրանք ուզում են, որ երեխեն բան լինի, ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Տպավորությունն է, որ մենք ասում ենք, էս ինչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն են ուզում, որ այդ երեխեն մահանա, եկեք մենք մեր ձեռով սպանենք այդ երեխուն։ Որովհետեւ Հայաստանում տպավորություն եւ դա կա այդ լիքը մարդ Հայաստանից եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենք շատ ոգևորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չի, սա ընդամենը բան փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը եւ թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը։ Հանրությունով հետ կապված եմ ուզում հարցնել, ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել են գործնական քայլերի երբ սպասել, ու քանի որ դա ընդհանուր խաղաղության խաչմերուկի մի մասն է, այդ ընդհանուրի հետ կապված ինչ-որ զարգացումներ կան, ինչ կա այդ մասը։ Գիտեք, ամերիկյան պատվիրակություն վերջերս այցելել էր Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, եւ քննարկումները սկսվել են, եւ այդ քննարկումները կշարունակվեն։ Այս պայդրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաեւ խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց Թրամփ ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել եւ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մեծ բան կա, հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ այն դեպքը, որ էլի մեր բանն են, մեր ընկալումն են, որ օգոստոսի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորը ընդեղ է, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական, տեն չի աշխատում։ Այս process-ները արագը դանդաղն է առանց ընդհատումների, որտեղ այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա դրանից հետո մեկ քայլ առաջ որ արվել է, որն է եղել այդ քայլը, հնարավոր է ասել։ Քայլ առաջ չի արվել, եղել է process-ի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նախագծման շուրջ կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե
ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսա, որովհետև երկաթուղում պետք է նախագծվի, չէ։ Էդ էլ է մեր մոտ օրինակ տուն կառուցելու մեր մեթոդը ո՞րն է եղել ավանդական։ Այդ թվում մեր տունը տենց ենք մենք կառուցում։ Այսինքն Հայաստանի տների ես էլի ուզում եմ ասեմ, այս բաները որ ասում եմ, այդ ուրիշների մասին չէ, իմ մասին է, մեր մասին է։ Մեր տունը տենց ենք կառուցել։ Որոշել ենք տուն կառուցենք։ Ինչքան փող կա, հավաքեք, գնացինք քար ցեմենտ առանք, սկսեցինք քանդել, կառուցել, կառուցում։ Մենք չենք կառուցում։ Պլանավորում են, նախագծում են, նախագիծը պետքա փորձաքննության նայել, տենաց պատուհանները ճիշտ տեղն ես դրել, որովհետև պարզվում է, որ պատուհանը նես տեղես դրել, որ ձմեռը շոկից ես խեղդվում, ամառը ցրտից սառում ես, այդ ամեն ինչը կամ հակամ։ Ելնում որ ձմեռը շոկից խեղդվում ես, հա։ Ես տենց ասացի։ Ամառը շոկից ես խեղդվում, ձմեռը ցրտից սառում։ Շատ լավ։ Լևոս Ալերյան, հանրային ռադիո, ուղղակի շարունակելով գործընկերոջի հարցը, պարոն Հաշտյան, տեսեք, Եվրամիության ընդայնման հարցերով անձնակատարը հայտարարեց, որ որոշում է կայացվել Հայաստանի 200 միլիոն դիմադրողականության աճի ծրագրի շրջանակում տրամադրել, սրան զուգահեռ Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգներից կգան մի խումբ մասնագետներ, որոնք կզբաղվեն հենց այդ նախագծման հետ կապված խնդիրներով, բայց այստեղ մի բան կա, մտահոգություն կա, մասնավորապես ռադիոն վերջերս դիմել էր Մեղրի համայնքի ղեկավարին, այնտեղ ասացին մտավախություններ կան կապված ռիսկերի հետ, այն իմաստով, որ այնտեղ անցնում են բավական մեծ ջրատարեր եւ այլն, այդ տարածքով մոտավոր որտեղ որ նախատեսվում է հասկացնել Թրամփի ուղին, հիմա նախ արդյոք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների գործողությունները այս հարցում սինխրոնացված են, հաշվի առնելով 200 միլիոնի յետակառուցվածքների համար գնալու են այդտեղ թե ոչ, եւ երկրորդը նախագծման փուլում այդ ռիսկերը, այսինքն այդ օտարման գործընթացը սկսվելու է թե ոչ։ Գերակաշահի տրամադրություն։ Գիտեք, նախ արձանագրենք, որ TRIP ուղին քննարկում է Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ ձևաչափով։ Երրորդ կարա ներգրավի ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ Իհարկե մենք շահագրգռված ենք Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է եւ մենք շահագրգռված ենք, որ մեզ համար վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավեն, բայց ելի զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում եւ երրորդ կողմերը կարող են ներգրավել երկու կողմերի համաձայնության դեպքում։ Հիմա տեսեք, ասում եք մտահոգություն կա, որ ջրատար կա այնտեղ։ Մեր թղթերում եւ մեր պայմանավորվածություններում չկա, որ մենք ջրերը կտրում ենք, հացը կտրում ենք, օդը կտրում ենք, լույսը անջատում ենք եւ դրա փոխարեն ստեղծում ենք TRIP ուղի։ Այսինքն, գիտեք ինչ, այս էլի ճանաչել զիմաստություն եւ սխրատի թեմայով է, էլի։ Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու։ Եթե լինելու է սովորաբար հակառակն է ալնում։ Այնտեղ որտեղ երկաթուղ է լինում, ջուրը պարտադիր պայման է, որովհետև այդ թվում առանց ջրի երկաթուղի չի կարող լինի։ Որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ բարեկեցություն կա։ Բայց մեր դեպքում մի քիչ եթե երկաթուղի կա, ուրեմն հաց չկա, ջուր չկա, անվտանգություն չկա, մարդ չկա, ինքնիշխանություն չկա, տարածքային ամբողջականություն չկա։ Այդ հասկանում եք, մեզ ներշնչված գետոյի տրամաբանությունն է, որ այդպես բան իրավունք չունի, պետք է փակված մենք ապրենք, որ մեր ինքնությունը, մեր անվտանգությունը պահենք։ Այդպես չի։ Ընդհակառակը ժամանակակից աշխարհում պետք է շատ շփվել։ Պետք է խոսել, պետք է հասկանալի լինել, խոսել, հասկանալու համար աշխարհը եւ հասկանալի լինելու աշխարհին։ Եվ մենք հիմա այդ ենք անում։ Չի կարող, հասկանում եք, չի կարող այդպիսի բան լինել, որ չկա տես տրամաբանություն, որ խաղաղություն կլինի, բայց ջուր չի լինի։
Այ ժողովուրդ, ընտրեք ջուր եք ուզում, թե խաղաղություն եք ուզում։ Որտեվ ջուրն ու խաղաղությունը սովորաբար իրար հետ են լինում։ Կարա պատերազմի դեպքում ջուր չլինի, որտեվ պատերազմը այնուամենայնիվ ավիրելու մասին է, որտեղ կարա ավիրվի եւ ջրագիծը, եւ երկաթուղին, եւ ճանապարհը, եւ տունը, եւ հիվանդանոցը, եւ դպրոցը, եւ կյանքը, եւ հարաբերությունը, ամեն ինչ։ Տենց խաղաղություն չի լինում, որ ասենք գիտեք ինչ, խաղաղություն, ժողովուրդ ասեք, ջուրն եք ընտրում, թե խաղաղություն, բայց պետքա սովից կոտորվի ժողովուրդը։ Դա խաղաղություն չի։ Խաղաղություն հենց ենթադրում է, որ ոչ, ժողովուրդը պետք է ապրի, բարեկեցիկ ապրի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ Մեղրի ժողովուրդը, նույն Մեղրի ժողովուրդը եւ ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը ինքը նաեւ կարա համեմատի այն ժամանակ, որ երկաթուղի կար, իր կյանքը ավելի լավ էր, թե ավելի վատ էր։ Այն ժամանակ, որ որևէ խաղաղություն կար, միջայլոց խաղաղությունն ու հրադադարը պետք չի իրար հետ տարբերակել։ Որտեւ հիմա մարդիկ ասում են, որ հա էլի, չգիտեմ, որ թվի նախախաղաղություն եղե։ Չի եղել խաղաղություն, որովհետեւ ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության արդյունքում։ Հիմա մենք մի տարի 7 ամիս, երևի արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների արդյունքում զոհ վիրավոր չունենք։ Մեր անկախության օրոք չի եղել այդպիսի մի տարի 7 ամիս։ Չի եղել այդպիսի մի տարի, որտեղ մենք զոհեր չունենանք, վիրավորներ չունենանք, դիվերսիաներ չունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն խաղաղությունը, որ ասում են այն ժամանակ խաղաղություն չի եղել։ Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել։ Չեմ ուզում ասեմ ոչ մի օր, որովհետև ոչ մի օր էլ չի եղել խաղաղություն։ Հայաստանը խաղաղություն չի տեսել, երրորդ հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես։ Եվ այդ տրամաբանությունը չկա, հասկանում եք, ես նույնիսկ ուզում եմ ինձ բացատրեք, ո՞նց է ծագում այդ հարցը, ինչի՞ց է ծագում այդ հարցը։ Խաղաղություն լինելու, բայց ջուր չի լինելու, հաց չի լինելու, տրանսպորտ չի լինելու, շոր չի լինելու, հագնելու, ընդհանրապես ջեռուցում չի լինելու, տանիքը կաթելու է, տները քանդվելու, ո՞նց։ Ինչի կա այդ տրամաբանությունը։ Ես կարող եմ նաև բացատրել, գուցե, կամ առաջարկեմ բացատրություն, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, որովհետև խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է։ Մենք չգիտենք խաղաղությունն ինչ է։ Երրորդ հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի իմացել խաղաղությունը ինչ է, եւ մենք պետք է սովորենք խաղաղ կյանք չի եղել, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք։ Հիմա մենք պետք է սովորենք ինչ է նշանակում խաղաղ կյանք։ Եվ իմիջիայլոց պետք է չի շտապել, այդտեղ էլ պետք չի շտապել, որտեվ կան հարցեր, այո, հա իմիջիայլոց ես ՄԱԿ-ի ամբիոնից կարծեմ ելույթի մեջ, ինձ ասի կոնֆլիկտի դեպքում հարցերը շատ չեն։ Հարցերի շրջանակն էլ է քիչ, պատասխանների տարբերակներն էլ են։ Խաղաղությունը իր հետ բերում է հարցեր, էլի հարցեր, նոր հարցեր, անընդհատ հարցեր, ու շատ լավ է։ Պետք է նստել հանգիստ այդ պատասխանների շուրջ մտածել, գնալ տեսնել։ Իմ ասածը չի ենթադրում, որ մենք չպիտի նորից վերադառնանք, ջրի հետ կապված կարող է խնդիր լինի։ Հացի հետ կարող է խնդիր լինի։ Այո, ես եւ էտել ինքս ինձ հակասելով ասեմ, որ էտել է տրամաբանական, որ մարդիկ այդ կարգի հարցեր են բարձրացնում, որովհետև անծանոթ բան է, անծանոթ երևույթ է խաղաղությունը մեզ, եւ մենք պետքա փորձենք հասկանալ իսկապես դա ինչ է նշանակում։ Իսկ խաղաղությունը կարա նույնիսկ բան հնչի, абսուրդ հնչի, բայց երևի ճիշտը դա է, այդ հարցերը տալ եւ պատասխանել։ Խաղաղությունը կարող է սպառնալիքներ բերի։ Չնայած սովորաբար, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու եւ այլն։ Այնպես որ երևի համբերատար պետքա բոլոր հնարավոր հարցերը ձևակերպել, փորձել բոլոր հարցերի պատասխանները գտնել, հետո հասկանալ այդ պատասխանները համոզիչ են թե ոչ։ Եթե համոզիչ չեն, ոչինչ էլի վերադառնանք։ Բայց համբերատար, դանդաղ, անշտապ, բայց առանց ընդհատումների։
Պարոն վարչապետ, անդրադառնանք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջին որոշմանը մարտի 1-ի հետ կապված, դուք այսօր հենց այնտեղ եք, տեսեք, այս որոշումից հետո էլ, հա, կարծեք թե փաստվում է սահմանադրական կարգի տապալում, մեղավորներ, գիտենք որ իշխանությունների օրոք են եղել այդ ամենը, հա, եղել, հիմա հարց է առաջանում, օրինակ, պետությունը, իշխանությունը որևէ բան պատրաստվում է անել այս ուղղությամբ, թե ոչ, անելիք ունեք, թե ոչ, որովհետև նշվում է, որ հենց իշխանության անգործության պատճառով չունեցանք բացահայտում, բայց տեսեք ՄԻԵԴ-ը այսպիսի որոշում կայացրեց։ Եվ միանգամից անդրադառնանք նաև վերջերս տեղի ունեցած այս փոխհրաձգությունների արդյունքում վենդետային, հա, եւ Արաքս գյուղում եւ Խարաքար համայնքի ղեկավարի հետ կապված այստեղ էլ իշխանություններին կոնկրետ մեղադրանք կային մասով, որ երբ այլևս չի գործում օրենքը, մարդիկ դիմում են այսպիսի միջոցների, որովհետեւ չկա վստահություն, օրինակ նույն դատական համակարգով հարցերը լուծելու։ Ուզում եմ այս երկու հարցերին էլ անդրադառնալ եւ վերադառնալով նաեւ ՄԻԵԴ-ի որոշմանը, մենք գիտենք այդ ուժերը, որոնք ուղիղ պատասխանատվություն ունեն, հավակնում են մասնակցել 26-ի ընտրություններին ու ըստ էության անընդհատ իշխանությունը ասում է ժողովրդավարություն, բայց այդ նույն ընձեռած ժողովրդավարությունը փաստորեն նրանց օգնում է պայքարել եւ տապալել ժողովրդավարությունը։ Իսկ ալ ժողովրդավարության դեմ այստեղ դուք մտահոգություններ չունեք։ Ես կարծում եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրները հիմա այդ թեմայով ունեն մտահոգություններ, որովհետեւ տեղյակ եք, որ հիբրիդային հարցակումները ժողովրդավարության դեմ հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Բայց ժողովրդավարությունը ունի կոմպոնենտներ եւ այդ կոմպոնենտների հետ կապված հարաբերություններն էլ պարզ չեն։ Օրինակ կա անկախ դատական համակարգի եւ ընդհանրապես անկախ դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքական իշխանության սահմանափակումները որպես սկզբունք, բայց հիմա հարցեր են ծագում այնուամենայնիվ քաղաքական իշխանությունը ինչում եւ ինչին պետք է միջամտի եւ որտեղ այն գիծը, որտեղ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի։ Ընդհանրապես տեսեք այդ գործերը նույն փարաքարում տեղի ունեցածը ինքը հարցեր է բարձրացնում, բայց բնականաբար այդ հարցերը ինձ են հետաքրքրել եւ անհանգստացրել։ Հետևություններ արել եք ձեր գիտեք հետևություններ անելու մասին, թող արդյունքում կունենանք կանենք համապատասխան հետևություններ, պաշտոնանկությունների տեսքով։ Այո, ես կարծում եմ տեսանելի է, որ նաեւ պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա նույն փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, որ զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա եւ դատավարությունը ընթանում է։ Բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, մյուս մասը կարծեմ եթե չեմ սխալվում տեղեկանքից ոնց որ թե մի հոգի է որ կալանքի տակ է կամ գուցե մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում են, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարթարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարցը, որովհետև մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ որ process կա, եթե ազատության մեջ է, այսինքն ֆիզիկապես քայլում է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք ինչքան եւ ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ ունենալ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը։
որովհետեւ մյուս կողմից ասում են այս բռնապետությունը։ Այնա բանտերը լցնում է այս իշխանությունը մարդկանցով։ Բանտերը մյուս կողմից ասում են ամենաթողությունը, ազատության մեջ են։ Հասկանում եք, սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Մարտի 1-ի գործի հետ կապված դուք գիտեք, թե ես անձամբ ինչքան շահագրգռված եմ։ Բայց իմ շահագրգռվածությունը կրկնակի տասնապատիկ նաև կաշկանդվածություն է ինձ համար։ Որովհետև այդտեղ էլ չլինի թե որ ես վարչապետ եմ եւ վարչապետի կարգավիճակի բերումով ես ինչ որ ազդեցություններ եմ գործում, որը նույնպես խնդրահարույց է, բայց եւ ես շատ ուրախ եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առիթով եւ հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի դատաիրավական համակարգը պետքա ես բան չեմ ասել։ Տեսեք, մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասել այդ ամեն ինչը, ուրեմն դրանք պետքա բերեն կոնկրետ հետևանքների եւ քննչական ուղղակի հետ կապված, եւ դատավարական ուղղակի հետ կապված, եւ դատախազական ուղղակի հետ կապված։ Հասկանում եք, դուք իրականում զբաղվա ելույթին այդ թեմաներին անդրադառնալու եմ, մենք ունենք դիլեմաներ։ Առաջինը մենք ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը եւ ինչպես ենք պաշտպանում ժողովրդավարությունը, որ չստացվի, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո բռնապետություն ենք հաստատում։ Սրանք շատ լուրջ դիլեմաներ են։ Եթե դու ժողովրդավարությունը քեզ համար ընդամենը պիտակ է, դե այդտեղ հեշտ է, կարելի է ամեն ինչ, բայց եթե ժողովրդավարությունը քեզ համար հավատամք է, շատ դժվար է գործել։ Որովհետև մի դեպքում տեսնում ես ժողովրդավարության խոցելիությունը, բայց մյուս դեպքում ինքդ քեզ ասում ես, որ մի րոպե, այս ժողովրդավարության խոցելիությունը իբր պաշտպանելու դու կարող ես անել քայլեր, որ ինքդ շեղվես ժողովրդավարական ուղուց։ Եթե դա քեզ համար արժեք է, դա այդքան էլ հեշտ չի անել։ Եվ զարգացումը մենք պետք է մեր խնդիրների հետ առերեսվենք եւ պետք է այդ խնդիրները հասկանանք ոնց է լուծվում։ Ես որ ասում եմ մարտի 1-ի գործը բացահայտված է, մարտի 1-ի գործը իհարկե բացահայտված է։ Հիմա քրեական գործերը ամբողջությամբ բան են, չէ, հրապարակային են։ Ամեն ինչ նկարագրված է, բացարձակապես ամեն ինչ նկարագրված է։ Ապօրինի խմբերի ձևավորումը, նրանց վճարումը, ով փողը տվեց, ով փողը տվեց եւ այլն, եւ այդպես շարունակ։ Այլ բան, որ դատական հարցության մեջ այդ ամեն ինչը պետք է արձանագրվի օրինական ձևով։ Բայց հասկանում եք, իմ ամեն նախադասություն այս թեմայով ասված, հետո կարող է օգտագործվի եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից, եւ այն կողմից։ Դրա համար ես ասում եմ, շատ դժվար է գտնել մարդ, որը ավելի շահագրգիռ է, որ մարտի 1-ի եւ ինչի մենակ մարտի 1-ի գործը։ Հոկտեմբերի 27 կա, ուրիշ գործեր կան եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից այդ իմ հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը որպես քաղաքացի ինձ համար կաշկանդող գործոն է, որ մի րոպե, բայց այնուամենայնիվ ինչ ենք մենք ուզում, որն է մեր նպատակը։ Իսկ մեր նպատակը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունն է, եւ ես ասում եմ, այո, մենք այդ նպատակին չենք հասել այն աստիճանի, ինչ աստիճանի, որ մենք կարող ենք հասնել։ Բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ մենք արձանագրենք մի բան։ Նախորդ օրը, երբ որ մենք ժողովրդավարության թեմայով քննարկում էր ժողովրդավարության հայկական ֆորումը, ես այդտեղ հասկացա, որ մենք մի հատ էլ խնդիր ունենք։ Երբ որ բանախոսները խոսում էին ժողովրդավարության իդեալի մասին, մենք շատ դեպքերում ժողովրդավարության իդեալի հետևից են գնում, դրա համար չենք նկատում մեր այսօրվա ժողովրդավարությունը։ Որտեղ ասում ենք, մեր այսօրվա ժողովրդավարությունը իդեալական է, չէ, իհարկե իդեալական չի։ Բայց եթե մենք ցանկացած բանի իդեալի տեսակետից վերաբերվենք, ցանկացած բանի, մեզ մենակ հիասթափություն է սպասում։ Մենք պետք է կարողանանք գնահատել այն ինչ որ միջազգային հանրությունը մեր ժողովրդավարությունը ավելի շատ տեսնում եւ գնահատում, քան մենք ինքներս։ Գուցե նրանից որ սպասում էին օրինակ լրջագույն պատասխանատվության ենթարկողներ, ինչ եմ սա ասում, որովհետեւ ձեզ քննադատողները ասում են հենց մարտի 1-ի գործով, հենց այս իշխանության, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել, որ մենք ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարել։ Այդ բերեք դատավճիռները ես բոլորինը գրեմ տան։ Եկեք ուզում եք դա։
Բերեք ես գրեմ տամ դատավճիռները։ Էդ ենք ուզում։ Էդ ենք ուզել։ Չնայած ես ասեմ, այդ արդարացման հետ ես համաձայն չեմ։ Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզում ենք, թե չենք ուզում, սրանում է խնդիրը։ Բայց ես ասում եմ, նույն միեդի որոշումները մեզ շատ լուրջ պետքա ազդակ դառնան, որ ոչ մեր դատաիրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Ես դատարան եմ փորձել շրջափակեմ։ Ես նաև դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք, ընդհանրապես ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ երևի թե դատական համակարգում ճիշտը ոչ թե ռևոլյուցիան է, այլ էվոլյուցիան է, որովհետև ռևոլյուցիան կարա արտակարգ դատարանի տպավորություն թողնի, որը սովորաբար ամենահարմար գործ սկսում է գիլյոտիններ աշխատացնել, բառից բուն կամ փոխաբերական իմաստով։ Մի կողմից ես ուրախ եմ, որ մենք մեր հեղափոխությունը գիլյոտիններ չի աշխատացրել, մյուս կողմից ես այդ անբավարարվածության զգացողությունը կիսում եմ մեր ամբողջ հանրության հետ։ Բայց ես ուզում եմ նաև իշխանության ընկալումը մեր մոտ լինի։ Որն է իշխանության մեր ընկալումը։ Իշխանություն մեր ընկալումը բանն է, կայսերական պոլիտբյուրոյական է։ Ես այդ ընկալումը չեմ կիսում, թե մեր ընկալումը ժողովրդավարական է, որ մենք պետք է ինստիտուտներ կայացնենք, որտեղ անհատական կամքից շատ բան կամ ամեն ինչ կախված չլինի։ Ես այսօր ընդունում եմ, որ հա ամեն ինչ հետևից պետքա գնալ։ Պետքա ընդཐུպ գնալ, ես այսօր մի կողմից ինձ համար դա հաճույք է, բայց մյուս կողմից խնդրեմ է։ Ես գնում եմ դպրոց, տենում եմ ծորակը տեղն է թե չէ, պինդա ձգած ծորակը թե չէ։ Այդ մարդիկ կարան ասեն, ես ինչու՞ զբաղված ես մարդը։ Բայց հա այդ է օբյեկտիվ իրականությունը։ Բայց իհարկե դատական եւ մյուս համակարգերում կաշկանդվածությունները շատ են։ Բայց մյուս կողմից ես մեր դատավորներին կարծեմ հրապարակային էլ եւ ասում եմ հարգելի դատավորներ, ձեզնից շատերի կամ քչերի անունը գիտի հանրությունը։ Ոչ մեկ ձեզ փողոցում չի ասում, բա ինչ է մենք ազատության մեջ։ Ինչ է գործը բացահայտված չի։ Ում են ասում։ Ում են հարցնում դա։ Ինձ։ Խնդրում եմ օգնեք, որ ես կարողանամ այդ հարցերի պատասխանները գտնել։ Այդ հարցերի պատասխանը տամ, որովհետեւ ձեր գործունեության քաղաքական պատասխանատվությունը իմ վրա է այնուամենայնիվ։ 26 թվականի դրությունների կապված ինչ կանխատեսումներ ունեք ու ասել եք նաև, որ դրանից հետո այդ փուլում խոսելու եք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, դա ձեռնարկելու մասին, հետաքրքիր է այդ աստարարումը, այսպես ասած, կնվազեցնի վերընտրվելու շանսերը, թե հակառակը կմեծացնի։ Գիտեք, ավելացնելի արտահերթ ընտրությունների գործընթաց հնարավոր է, որովհետև ձեր պաշտոնը ես որ ամիսն հոկտեմբերն է, արդեն մայիսին հունիսին ընտրությունները եղել է քննարկում ձեր ասում։ Մեր լսեք, մեր կուսակցության ներսում այնքան հարցեր են քննարկվում, բայց քննարկվել է եւ արձանագրվել է, որ դա մերժվել է այդ օրակարգը, նախ սկսեմ դրանից։ 2026 թվականի հետ կապված ես գիտեք հույս ունեմ իմ ասածը բան չի հնչի, տենց արոգանտ չի հնչի, բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է։ Ինչու՞։ Որովհետև այս քաղաքականությունը, խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Տեսեք, ընդդիմությունը ես հասկացա, որ կուսակցության համաժողովում իմ ունեցած ելույթի այդ հատվածը կամ չի նկատվել կամ չնկատելու է տրվում։ Մենք 2000 շատ է խոսում, չէ՞, ծրագրերի, նախընտրական ծրագրերի։ Ես ելույթում ինչ ասացի, 2021 թվականի նախընտրական process մենք մտել ենք ստանդարտ երրորդ հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով։ Այսինքն ոնց որ տենց այն մոդելով ԿՊ դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ։ Բայց հնդածս ժողովուրդը եւ դա ես ասել եմ դեռևս 2021 թվականի օգոստոսի 24-ի իմ ելույթում եւ դա արտահայտված է կառավարության ծրագրում։ Ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։
Մեր մոտ չկա ինստիտուտ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխել, բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել մի բան, ամբողջ քաղաքական նարատիվի եւ ընկալման ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը արտահայտված է կառավարության ծրագրում։ Գնացեք հրապարակային փաստաթուղթը, ինչա գրած կառավարության ծրագրում։ Կառավարության ծրագրում գրված է 2021-ից 2026 թվականի գործունեության համար ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղություն խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Դա 2021 թվին խորհրդանում քվեարկված ծրագիրն է։ Այդ որ մեզ ասում են ծրագրից չէ, մենք մեր ծրագրում գրել ենք, որ մեր մեծագույն պարտավորությունը խաղաղության դարաշրջան բացելն է։ Մեծագույն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ դա ամենակարևորն է, կարևորների կարևորը։ Դրանից ավելի կարևոր բան չկա։ Այսինքն այս օրակարգի նկատմամբ մյուս թեմաները ստանում են երկրորդական բնույթ։ Եվ մենք մեր մեծագույն պարտավորությունը կատարել ենք։ Եվ ընդ որում ես ասում եմ, որ դա այդ փաստաթուղթը դրված է եւ ընդունվել է 21 թվականի կառավարության ծրագիրը եւ հրապարակային կարող եք մտնել, փնտրել եւ այդ նախադասությունը գտնել։ Եվ հետեւաբար որևէ մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից հետևել է իր մեծագույն պարտավորությանը եւ կատարել է իր մեծագույն պարտավորությունը եւ հետեւաբար ընդ որում այդ մեծագույն պարտավորությունը ձևակերպել է ժողովուրդը։ Ժողովուրդն է ձևակերպել։ Եվ ժողովուրդը իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում եւ պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենա, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը։ Ուղղակի պատմականորեն այլ բան չի կարող տեղի ունենա եւ ես համարձակություն ունեմ ասելու, որ մենք օրգանական կապով ենք կապված մեր ժողովրդի հետ եւ այդ մենք չենք այս ամեն ինչը որոշում եւ մենք չենք այս ամեն ինչը որոշել է ժողովուրդը եւ 26 թվին էլ որոշելու է ժողովուրդը եւ մենք այդ օրգանական կապով գիտենք թե ինչ է որոշելու ժողովուրդը։ Շնորհակալություն։